Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դիտարկում միանալով գործընկերներիս ելույթներին, նաև փորձելով հասկանալ այդ թեթև խեղաթյուրումը, որ փորձում էր ներկայացվել որպես վստահված անձի միջոցով քարոզչությունը արդյունավետ իրականացնելու միջոց։ Այսպիսի մոտեցումը բացարձակապես նենգափոխում է քաղաքական գործընթացներին մասնակցելու և թեկնածու առաջադրվելու բուն էությունը, որովհետև մարդիկ թեկնածու են առաջադրվում հենց անձնապես իրենց դեմքով, անունով, ազգանունով և կենսագրությամբ մարդկանց մոտ վստահություն ձևավորելու և այդ վստահության քվեն ստանալու ակնկալիքով։ Եթե մենք ասեինք, որ օրինակ, չգիտեմ, կարելի է քարոզչությունը իրականացնել այլ անձի միջոցով, ապա այդ պարագայում ինչի է, եթե օրինակ երկրի ղեկավարը, վարչապետը կարող էր օրինակ վստահված անձ Ռուբեն Ռուբինյանի միջոցով իրականացնել այդ քարոզչությունը կամ օրինակ իր օգնականի միջոցով, ինչի է արտակուրդ գրել եւ գնում է անձամբ մասնակցում, որովհետեւ հասկանում է, որ իր որոշակի կերպարը եւ այլն ընտրողների որոշ շրջանակի մոտ որոշակի վստահություն կամ անվստահություն է ձևավորում, որոշակի համոզմունք է ձևավորում։ Եվ այդ է պատճառը։ Ինչի են մեծ ծավալով վարչական նախարարները, երկրի կարևորագույն պաշտոն զբաղեցնող մարդիկ, գործադիր իշխանության ղեկավարները արտակուրդ են գրել, այդ ծանր բեռը պատվիրակել են այլ մասնագետների, երկիրը կարող եք ասեք այդ գործառույթները փողել են այլ ավելի նվազ պաշտոն զբաղեցնող անձանց մասնագիտական կարողությունների եւ գնում են անձամբ են իրականացնում այդ քարոզչությունը, որովհետեւ պատգամավորի թեկնածուի քարոզչություն իրականացնելու իրավունքի առանցքում գտնվում է հենց անձնապես չմիջնորդավորված եղանակով ընտրողի հետ հաղորդակցվելու հիմնարար իրավունքը, որը այս պարագայում սահմանափակված է պարոն Սարգսյանի նկատմամբ, այսքանը։